Ողջույն ձեզ, երբևէ մտածել եք Հիսուս Քրիստոսի չարչարանքները խաչի վրա բժշկական տեսանկյունից, եկեք ընթերցենք։ Գեթսեմանի պարտեզում Հիսուսի հեմատոիդրոզը, արյունային քրտինքը առաջացել էր ծայրահեղ ստրեսի պայմաններում, երբ մանր արյունատար անոթները պատրվել էին, խառնվելով քրտինքի հետ։ Սա հազվադեպ ֆիզիոլոգիական երևույթ է, որն առաջացնում է նաև մաշկի գերզգայունություն, ինչը հետագա ֆիզիկական վնասվածքները դարձնում է առավել ցավագին։ Նախնական ծեծի ժամանակ Հիսուսին հասցված հարվածները դեմքին և մարմնի վերին հատվածներին առաջացրել են երկարատև վազոգալ դեպրեսիա, արյան ճնշման կտրուկ անկում, սրտի աշխատանքի խանգարում և հնարավոր ընկնավորության նման ցնցումներ։ Խարազանումը կատարվել է ֆլագրում տաքստիլատումով, որի յուրաքանչյուր հարված ոչ միայն պատռում էր մաշկը, այլև առաջացնում էր մեծաթիվ ներքին վնասվածքներ։ Բժշկական տեսանկյունից առաջին 10-15 հարվածները պատռել են մաշկը և ենթամաշկային հյուսվածքը, վնասելով մազանոթային անոթները և առաջացնելով արյունազեղումներ։ Հետագա հարվածները թափանցել են ավելի խորը, հասնելով մկանային հյուսվածքներին, պատռելով մկանաթելերը և վնասելով պերիֆերիկ նյարդերը։ 25-30 հարվածների բարձրանալուց հետո մեջքի, կրծքի և փորի մկանները ճեղքվել են, բացելով ենթամկանային ճարպաշերտը։ Վերջին հարվածները հասել են նույնիսկ մինչև ողերը, որոնք կարող էին մասամբ երևալ բաց վերքերի միջով։ Ամեն հարվածի հետ Հիսուսի մարմինը գտնվում էր կլինիկական շոկի մեջ, ադրենալինի և նորադրենալինի մակարդակները բարձրացել էին, սրտխփոցը հասել էր 180-ից 200 զարկերի րոպեում, արյան ճնշումը կտրուկ տատանվել է։ Ցավը բնութագրում էր որպես նեյրոպաթիկ ցավ, նյարդային համակարգի վնասվածքներից առաջացող, որը համարվում է ամենաուժեղ ցավի տեսակներից մեկը։ Փշեպսակի ժամանակ փշերը թափանցել են գլխամաշկի մեջ, որը հարուստ է արյունատար անոթներով։ Սա առաջացրել է սաստիկ արյունահոսություն և տրիգեմինալ նևրալգիա, երջյուղ նյարդի բորբոքում, որը բնութագրում է որպես էլեկտրական հոսանքի նման սուր ցավ, որը տարածվում է դեմքով մեկ։ Խաչափայտի կրումը Հիսուսի վնասված մեջքի և ուսերի մկանների վրա առաջացրել է մկանային վնասվածքների խորացում և խրոնիկ նեյրոպաթիկ ցավի սինդրոմ։ Նրա վիճակը այս պահին կարելի է բնութագրել որպես երրորդ աստիճանի հիպոլովեմիկ շոկ, մարմնի հեղուկների կորստի պատճառով։ Գամերի ցավը բժշկական տեսանկյունից առանձնահատուկ դաժան էր։ Ձեռքերի մեխերը թափանցել են մեդիան նյարդի միջով, կարպալ թունելի տարածքում, առաջացնելով դաստակի նեյրոպաթիկ ցավ, որը նկարագրվում է որպես կրակի այրվածք ամբողջ ձեռքով։ Ոտքերի մեխերը վնասել են տիբիալ և պերոնիալ նյարդերը, առաջացնելով այրող ցավ մինչև կոնքը։ Խաչելության ժամանակ Հիսուսը կախված էր ձեռքերից, որը առաջացրել է հոդախախտ, անրակ ոսկորային հոդի տեղահանում։ Սա արգելափակել է կրծքաբանդակի ճիշտ շարժումները։ Ամեն շնչառություն դարձել է տանջանք։ Նրա ֆիզիոլոգիական վիճակը բնութագրվում էր հիպերկապնիա, արյան մեջ ածխաթթու գազի բարձր մակարդակ, հիպոքսիա, թթվածնի ցածր մակարդակ, ռեսպիրատոր ացիդոզ, pH-ի նվազում արյան մեջ, մկանային կծկանքներ, որոնք էլ ավելի էին ուժեղացնում ցավը։ Շնչարգելությունը և խաչելության դիրքը աստիճանաբար առաջացրել են սրտամկանի իշմերիա, սրտի մկանների արյունազրկում, պերիկարդիալ էֆուզիա, հեղուկի կուտակում սրտապարկում, պլևրալ էֆուզիա, հեղուկի կուտակում թոքապարկում։ Նիզակի հարվածը կողից թափանցել է միջկողային տարածությունից, պատռել է թոքը, սրտապարկը և թափանցել սրտի աջ փորոքի մեջ։ Այս վնասվածքից դուրս եկող արյունը և շճային հեղուկը, որը Հովհաննեսի ավետարանում նշվում է որպես արյուն և ջուր, բժշկական տեսանկյունից հաստատում է սրտապարկի հեղուկի առկայությունը և հեպոմերիկարդը, արյան կուտակումը սրտապարկում։ Հիսուսի մահը ամենայն հավանականությամբ վրա է հասել սրտի սուր անբավարարության պատճառով, որն ուղեկցվել է սրտի արյունազրկմամբ և հիպերկալեմիայով, արյան մեջ կալիումի բարձր մակարդակ, որը առաջացրել է մկանային հյուսվածքների մասսայական մահվան պատճառով։ Մասնագիտական տերմինաբանությամբ սրտային տամպոնադա, սուր սրտային անբավարարության հետ միասին։ Բժշկական գիտությունը նշում է, որ Հիսուսի կրած ցավը հասնում էր 10-ից 10 ցավի սանդղակով, տևելով մոտ 9 ժամ առանց որևէ ցավազրկման։ Եվ այս ամենը իմ համար